Բլեան 1990 թվականին այսօրը ընդունվեց անկախության հռչակագիրը, նախ ձեր հիշողությունները, ձեր տպավորությունները այդ օրվա հետ կապված, ինչպես եկանք եւ հասանք այդ օրվան։ Անջնջելի հիշողություններ, տպավորություններ, ես բազմիցս ասել եմ, որ իմ հասուն կյանքի ես այդ ժամանակ 55 թիվ եմ, այդ ժամանակ 35 տարեկան եմ, նոր ընտրվել եմ Գերագույն խորհրդի պատգամավոր, ընտրվել եմ հարավարևմտյան զանգվածում, իրական, արդար ընտրությունների արդյունքում երկրորդ փուլում, երբ որպես դպրոցի տնօրեն, ես կարողացա փաստորեն իմ ուժերով, ընտրողին ներկայանալ եւ ստանալ ընտրության քվեն։ Այդպես ձևավորվեց, այդպեսի մենք արդեն Գերագույն խորհուրդ էլ չունեցանք, որ կասկածի տակ չէր առնում, ի վերջո մենք զգում էինք այդ ուժը, որ ստացել ենք քվեն մարդու, եւ 90 թվականին հայտնի պատմական արագընթաց զարգացումների արդյունքում օգոստոսի 23-ին մեզ ուրիշ բան չէր մնում, քան այդ մեր առաջին բանում, արդեն լիագումար նիստում, նստաշրջանում հռչակել Հայաստանի Հանրապետության անունը մենք դրել ենք անկախության գործընթացի սկիզբը, որովհետև խորհրդային միությունը իրավական առումով կար, դեռ չէր փլուզվել, եւ շատ ուզում էինք, որ ամեն ինչ լինի իրավական այդ գործընթացի շրջանակում, լինի անցնցում, անկասկած, ինչպես ասում են, բայց բոլոր դեպքերում երբ որ տեքստը կարդում ենք անկախության հռչակագրի, դա արդեն ինքնիշխան, ժողովրդավարական, պետության սահմանադրություն է։ Այդ հռչակագիրը իրականում մինի սահմանադրություն է։ Մի կողմից կա սոցիալիստական Հայաստանը, որ վերափոխվում է, կոչվում է Հայաստանի Հանրապետություն, մի կողմից կա խորհրդային միությունը, բոլորը տեսնում են դրա փլուզումը, բայց ուզում ես դրա փլատակների տակ չմնալ, բայց մյուս կողմից նայեք հռչակագիրը, նայեք Գերագույն խորհրդին, արդեն ինքը ինքնիշխան պետության լիիրավ պատասխանատվությունն է ստանձնում իր բանակով, ոստիկանությամբ, իր արտաքին քաղաքականությամբ, իր նոր տնտեսությամբ, նոր բաց հասարակությամբ եւ այլն։ Դա սահմանադրություն է, շատ պարզ գրված, որը հետո կարծում եմ շատ լավ ուղենիշ եղավ, կողմնացույց եղավ, շատ լավ կազմակերպեց հետագա այդ օրենսդրական ուրեմն ամբողջ աշխատանքը, որով մենք գնացինք։ Պարոն Բլեան, այսօր մենք ինչ ունենք անկախությունից 1991 թվականից սկսած Հայաստանը համարվում է ազատ ինքնիշխան անկախ պետություն, տարբեր գործընթացներ տեղի ունեցան մինչ այդ եւ մասնավորապես երևի թե ամենաբեկումն այն է Հայաստանի անդամակցությունն էր Եվրասիական տնտեսական միությանը, որը շատերի գնահատմամբ ինչ որ չափով Հայաստանի ինքնիշխանության անկախության կորուստ էր։ Մենք կարողացանք այս տարիների ընթացքում պահպանել մեր անկախությունը, որը այդքան դժվար գնով եւ դժվարությամբ կարողացանք ձեռք բերել։ Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասել, որ չկա ուժ, որ ինձ տանի ԵՏՄ։ Ես ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում, գործում եմ անկախության հռչակագրի այդ ոգով 1995 թվականի սահմանադրության այդ ամբողջ ուժով, այդպես ասենք, գործում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, անկախ իմ զբաղեցրած պաշտոններից պատասխանատվությամբ, ես որպես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն հրաշալի պատկերացնում եմ, որ լիքը խնդիրներ կան, որոնք այս ընթացքում, այս 25 տարվա ընթացքում ոչ թե լուծեցինք, այլ հեռացանք, մխրճվեցինք, հատկապես որպես կրթահամալիրի տնօրեն ես տեսնում եմ, որ կորցրեցինք պատվիրատուին, այդ բաց հասարակության պատվիրատուին, որը հստակ, որովհետև կրթությունը ինքը ներդրում է մարդու, ընտանիքի, անհատի, հասարակության ներդրումն է, երկարաժամկետ ներդրումն է, ընդ որում պատվիրատուն հստակ, պետք է ասի, որ պետք է համաձայն լինի, դու որպես կատարող, պետք է համաձայն լինես, որովհետև միասին եք այդ գործը կատարում, որ դա արվում է հանուն Հայաստանի Հանրապետության, որ այդ կրթության արդյունքում եւ ուրեմն կրթության միջոցով դուք ստեղծում եք այն կյանքը, այդ բաց հասարակությունը, այդ ազատ, նոր, ժողովրդավար, սոցիալական Հայաստանը, որ դա պահանջ չի ուղղված, պահանջատիրություն չի ուղղված ինչ որ մեկին,
որ դա հենց քո այդ աշխատանքն է, այսինքն դա հնարավորություն է միասին աշխատելու, այդ քո ողջ ստեղծագործական ներուժը, տեսեք, հռչակագրում էլ գրած, վերականգնելով պատմական արդարությունը կամ չգիտեմ, էսեն, իրականում դա հենց այդ քո պատմական արդարությունն է, այսինքն այդ քո պահանջատիրությունն է, այդ երկիրը, որ դու ստեղծել ես, որտեղ կյանքն է, չէ, մեր, որով մենք ապրում ենք, երկու կյանք չունենք, համաձայն եք եւ մեր ամբողջ տաղանդը, մեր ողջ ներուժը միասին ապրելու կարողությունը այսօր ուղղված խնդիրներ են դրանք եւ կրթությունը բոլոր գործիքներով գալիս է քեզ քո կարողությունները բազմապատկելու։ Ես գոնե այդպես եմ հասկանում, դու համ երջանիկ պիտի լինես այդ կյանքով, որով դու ապրում ես, դու չպիտի անիծես, չգիտեմ, դու չպիտի քեզ դժբախտ համարես, դու չպիտի բանանես, զլանաս, լավ ապրես, մյուսանելու, չէ՞, այլ ուղղակի դու քո կյանքով պետք է ապրես նույնքան լի ամբողջական, ինչպես 90 թվականին էինք ապրում, գործում որպես գերագույն խորհրդի падգամավոր։ Պարոն Բլյան, անկախության սերունդն այսօր արդյոք կարողանում է պահպանել այն արժեքները, որոնք ձեռք ենք բերել։ Մենք տեսնում ենք, թե երիտասարդությունը գնալով ավելի ակտիվանում է եւ հիմնականում կարծես համընկնում է հենց այդ թվականի ծնված երիտասարդության հետ, տարբեր պայքարի կետեր, տարբեր խնդիրների դեմ պայքարում ենք, տեսնում ենք, որ այդ անտարբերությունը կարծես վերանում է, որը գուցե մի քանի տարի առաջ կար երիտասարդների մոտ։ Սա ինչի շնորհիվ է ձեր կարծիքով։ Ես էլ եմ չէ՞ սերունդ անկախության, ես շարունակում եմ մնալ անկախության սերունդը, ես այդ սերունդն եմ, այդ իմ կյանքն է եւ շատ լավ է, որ իմ երեխաները, ասենք այդպես իմ շրջանավարտները, իմ երեք աղջիկները, Լիլիթը, Շուշանը, Տաթևը, նրանք էլ այդ սերունդն են, Դավիթը հիմա Բլեան այդ սերունդն է, բոլորս մի սերունդ ենք, եւ այս սերունդների համերաշխության բանից չես փախչի, որտեւ խնդիրները դրանք դրված էին, մենք ենք դրել, մենք ենք ձևակերպել, դրանք արհեստական խնդիրներ չէին, համաձայն եք, դա մեր կյանքն է, մեր նոր էս արդիական բանում մեր կյանքն է եւ դրանից ոչ կարող ենք փախչել, ոչ կարող ես թոթափել, գցել, մուննատ գալ, ոչինչ քեզ չի փրկի, չէ՞, եւ այս բանը միասին անելու հնարավորությունը ինձ համար կարող է վերջի հնարավորությունը, որտեղ ես կուզենամ անպայման լիարժեք մասնակցած լինեմ եւ այդ տանիք փոխանցեմ, որպես պետությունը, որպես տանիք, որտեղ ասենք իմ թորները, իմ աղջիկները ապրեն լիարժեք ու իմանամ, որ շատ կարևոր մի արժեք թողեցի իրենց այդ հայրենիքը, այդ անկախ ազատ բարգավաճ հայրենիքը, որը գրավիչ է սովորական ապրելու համար, եւ իմ երեխաները ազատ օգտվելով ազատ տեղաշարժի իրենց իրավունքից եւ բիզնեսի եւ երաժշտության, մշակույթի, եւ туриզմի բոլոր առումներով, բայց միևնույն է իրենց համար Հայաստանը, իրենց ծննդավայրը, լինի նախընտրելի գրավիչ, այստեղ լինեն, իրենց բոլոր պլանները, իրենց երեխաների, իրենց թորների հետ կապված։ Մենք սրանից բան չենք կարել եւ շատ լավ է, որ ձեր ասած 25 տարեկանները, 25 տարեկանների նկատի ունեք, 30 տարեկաններին մի անջատեք, մի ջոկեք, պիտի զգայր անելիքը, որ պիտի փախչի։ Գիտեք, պատրաստի բաները հապլպլան, ես այնքան հոգնում ձանձրանում եմ այդ բաներից, սիրուն, հապլպլան, բայց այդ ուրիշ խնդիրը ուրիշները լուծել են երկար ժամանակ։ Հիմա քո խնդիրը, ես միշտ ասում եմ, Բանգլադեշը չեմ փոխի ոչ մի բանի հետ։ Հիմա այդ իր բազում խնդիրներով, միսով, բայց հետաքրքիր է, որ ես ունեմ հնարավորություն, որտեղ այդ խնդիրները ես լուծում եմ իմ տաղանդը դրսևորելով, չէ, ինքնա դրսևորելով, կայանալով, ես ցույց եմ տալիս իմ հավաքական կարողությունը։ Պատրաստի բաները լավ բան չեն, եւ եթե հիմա ես դրան զրկանքել չեմ ավանում, ասում ոնց զրկանք, Հայաստանում ապրելը, Բանգլադեշը ծաղկեցնելը, ուրեմն բարիս իսկական իմաստով, նախակրթարանով, կրտսեր դպրոցով, ավագ դպրոցով, այդ աշխարհով բանով դա զրկանք է, դա իսկական իրական կյանք է, ես ուրեմն ամբողջ օրը լիարժեք ապրում եմ, ընկղմված եմ այդ կյանքի, այնպես որ շատ կուզենամ իհարկե դրան է նվիրված եղել իմ ողջ կյանքը, որպես կրթության կազմակերպիչ, հանրային գործիչ, որ իմ երեխաները սկսեն անել այն ինչ որ ուրեմն իրենցն է, ինչ որ ես վատ եմ արել, մենք վատ ենք արել, սկսենք միասին անել այս 3 սերունդով,
համաձայն եք, ապրենք այդ համերաշխության, ինչ խնդիրներ են։ Իմ ու ձեր կյանքի կազմակերպումը չի ցանկ մի դժվարացնում, բանանում, ոնց որ ուրիշի համար ենք անում, չէ՞։ Մեր համար ենք անում, մեր կյանքն է։